Որքանով է մտահոգիչ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից Հայաստան ժամանող քաղաքացիների մասնակցությունը համապետական ընտրությունների քվեարկությանը, արդյոք այն կարող է էական ազդեցություն ունենալ ընտրողների արդյունքների վրա։ Սպասել, որ պիտի ընտրություններին մասնակցեն 78%, ինչպես եղավ Հունգարիայում, անիմաստ է։ Ընտրություններին մասնակցության մակարդակը Հայաստանի անկախության տարիներին միջինում շուրջ 50% է կազմել, եւ հանրության մի հատված մշտապես եղել է հիասթափված կամ քաղաքական գործընթացներից հեռու։ Ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գնահատմամբ, արտերկրից ժամանած քաղաքացիների հաշվին այն կարող է հասնել 55-ից 58%-ի։ 50,000-ից 120,000 մարդ բերելու դրսից, բերել եմ ասում, որտեվ դա բերել է կոչվում, էլի, մասնակցել տալ եւ տանել, դա արդյունքների վրա 3, 4, 5, 7%-անոց կշիռ ունի, ինչը 5-ից 10-11 մանդատ կարող է լինել, ինչը զգալի թիվ է։ Բարսեղյանը սակայն բարոյական տեսանկյունից խնդրահարույց է համարում այն իրավիճակը, երբ տարիներ շարունակ Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիները գալիս են միայն քվեարկության նպատակով։ Հայաստանի դեպքում գումարած Ռուսաստանից եկող մեր խիստ հայրենասեր հայրենակիցները, որոնք ասում են, որոնցից մեկը Կուրսկից, Երևանում ասում էր, իմ համար մեկ է ինչ կլինի, կարևորը որ այս ինչ մարդը լինի լավ, ազատ լինի, բախտավոր, չգիտեմ, շատ ենք սիրում իրան, լավ եք անում, բայց 5-10 տարին մեկ գալ Հայաստան, գալ որոշել, որ այստեղ իշխանություն է լինելու այս ինչ մարդը եւ թողնել գնալ, հետնել ասել մեզ չի հետաքրքրում, մենք 50 հոգի ենք, 60 հոգի ենք, բացարձակ բարոյական իմաստով անընդունելի է, դա անբարոյականություն է։ Դեռ նախորդին տարածվում էին տեսանյութեր առ այն, որ Հայաստան ժամանող մի շարք անձինք օդանավակայանում 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանոթագրեր են ստանում, ինչը Լևոն Բարսեղյանը անլուրջ է համարում այն առումով, որ եթե անձը եկել է ընտրակաշառքով, ապա պետք է ոչ թե վարժանքի մասնակցի, այլ քրեական գործով անցնի։ Ընտրակաշառքով եկածի դեպքում պետք է ոչ թե ծանոթագիր ստանան բանակի, այլ հարցաքննության ծանոթագիր պետք է ստանան, մեղադրանք պետք է ստանան եւ գնան դատվեն, նստեն եւ այլն եւ այլն։ Իսկ եթե չկա նման կասկած, հիմքեր չկան, որ դա եղել է ընտրակաշառքով, հատուկ բոլոր եկածներին ծանոթագիր տալ, սա դիտավորություն է։ Նրա համոզմամբ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելի խորքային քննարկում իրականացնել երկքաղաքացիության ինստիտուտի շուրջ։ Պետությունը միշտ չէ, որ ամբողջական տեղեկություն ունի երկքաղաքացիների թվի վերաբերյալ, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում քաղաքական գործընթացների կազմակերպման եւ վերահսկման տեսանկյունից։ Ես օրինակ համարում եմ, որ Հայաստանում իշխանություն ձևավորելու իրավունք պիտի ունենան միայն ՀՀ քաղաքացիները, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողները։ Սա անընդունելի է շատերի համար, իշխանության համար էլ է գուցե անընդունելի, ախր մեր հայրենակիցներն են, հասկանում ենք, բոլորս էլ ունենք ազգականներ, բաներ, ծանոթներ, ընկերներ, որոնք երկքաղաքացի են եւ նույնիսկ շատ ավելի բարեխիղճ քաղաքացի են, քան հենց բուն Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ, ինչու զրկել, չզրկում տեղի ունենում այս տեսակ ինտերվենցիա։ Զրկում ես այդ դեպքում իրենք պետք է որոշեն։ Դուք այնուամենայնիվ որտեղ եք իշխանություն ձևավորելու։ Ըստ Բարսեղյանի, Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ որոշումները պետք է առավելապես կայացվեն այն քաղաքացիների կողմից, որոնք ապրում են երկրում եւ իրենց ապագան կապում են Հայաստանի Հանրապետության հետ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։